նույնիսկ հումոր են անում մեր երեխաներ, ասում են միակ արհեստականն է երևի աշխարհի, որը ցեխոտում է։ Էս էլ Տարբասապայի կանգնելու տեղն է, այս ընդհանրապես խայտարակություն է։ Այս փոսը էլի։ Հիմա կարող ենք այ գալիս ենք այդ բետոնը ինչ է սա։ Տեսեք։ Հիմա սա արհեստական խոտածածկ է։ Խոսքը դրա մասին է։ Այս պարզապես այս լցել են ու գոնե Տարբասապաները որ կանգնեն, ոտքերը չծրվի։ Շատ հանգիստ կարող ես վնասված ստանալ։ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը իսկական կռվախնձոր է դարձել տեղի Շիրակ ակումբի ու ֆուտբոլի ֆեդերացիայի միջև, ավելի սրելով երկու կառույցների առանցայնել լարված հարաբերությունները։ Արդյունքում տուժում են ակադեմիա հաճախող շուրջ 700 երեխաները։ Պատանի ֆուտբոլիստները տևական ժամանակ է մարզվում են անբարեկարգ մարզադաշտում։ Դեպի լավը տանող հեշին բան չի փոխվե, խոտածածկն էստել է, վնասվածքները ավելի են շատը, ավելի շատը դաշտի խնդիրն է, որ դաժե վնասվածքներն են շատ։ Բայց խնդիրը միայն մարզադաշտերը չեն, որոնցից մեկի արհեստական խոտածածկն այնքան է քայքայվել, որ փոսեր են գոյացել։ Ակադեմիայի շենքի արտաքին պատերին խոշոր ճաքեր են հայտնվել, իսկ ներսը անձրևաջրերն են քայքայում։ Ինչու է շենքը շահագործումից ընդամենը 11 տարի անց նման անմխիթար վիճակում հայտնվել։ Արդյոք ի սկզբանե շինարարական թերություններ են եղել։ Այս հարցերի պատասխանները Շիրակ ակումբից չեն տալիս, ասում են ակադեմիան ֆեդերացիայի սեփականությունն է, շինարարության հետ կապ չեն ունեցել։ Հիմա որ մասնագետներին է հարցնեք, կարող է ասել նորմալ է կամ նորմալ չէ։ Էլ եմ ասում, այդ ամեն ինչը այդ փաթեթի մեջ էր, հա, այսինքն եկեք, տեսնենք, գնահատենք ու որոշենք ոնց ենք հարցը լուծում։ Ով է նորոգելու շենքն ու փոխարինելու խոտածածկը։ Հենց այստեղ է, որ ֆեդերացիայի ու ակումբի ջրերը մի առվով չեն հոսում։ Շիրակը ֆեդերացիային առաջարկել է տարածքը սեփականության իրավունքով փոխանցել իրեն, որ ներդրումներ անի, բայց պնդում են, ֆեդերացիան այդ քայլին չի գնում։ Շիրակ ակումբի լրատվության բաժնի համակարգող Հաբեթ Հարությունյանն ասում է, տևական ժամանակ է նամակներ են ուղարկում, բայց պատասխան չեն ստանում ֆեդերացիայից։ Այս ընթացքում եղել է բազմիցս դեպքեր, երբ Շիրակ ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այնպիսի պայմանագիր կնքվի, այսպես ասենք, այսպես ձևակերպենք, որ տրամադրեն, այսինքն տան սեփականություն որպես Շիրակ ֆուտբոլային ակումբին, Շիրակ ֆուտբոլային ակումբն այստեղ պարտավորվի կատարել հիմնական ծախսեր։ Ամբողջ խնդիրը դա է։ Չեն տվել, չեն համաձայնվել, հիմա եկե հասել ենք այս կետին։ Ինչ է որոշել ֆուտբոլի ֆեդերացիան, ակադեմիան ետ կվերցնի, թե սեփականության իրավունքով կհանձնի Շիրակ ակումբին։ Ազատության գրավոր հարցերին ֆեդերացիայից հստակ պատասխան չեն տվել, նշել են միայն, թե Գյումրիի ակադեմիայում ընթանում են գույքի հանձնման ընդունման աշխատանքներ։ Ինչ է սա նշանակում, պարզ չէ, նաև հավելել են։ Հայտնում ենք, որ Շիրակ ֆուտբոլային ակումբին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից բազմիցս առաջարկվել է ներկայացնել իրենց կողմից իրականացվող հնարավոր ներդրումների չափը եւ ժամանակահատվածը, սակայն այդպես էլ որևէ պատասխան չի ստացվել։ Այս պատասխանը Շիրակ ակումբում դասական մանիպուլյացիա են որակում, շեշտում պատրաստ են եղել ներդրումներ անել, եթե սեփականության իրավունքը ֆուտբոլի ֆեդերացիան փոխանցեր ակումբին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մշտապես մերժել է բազմիցս արված մեր ակումբի այս առաջարկը։ Ասում էին սեփականության մասին մոռացեք, բայց ներդրումները արեք։ Նրանց պատասխանը անընդունելի էր, անհասկանալի եւ անարդար։ Որքան գումար է անհրաժեշտ ակադեմիայի շենքն ու մարզադաշտերը նորոգելու համար, այս հարցի պատասխանը Շիրակում չունեն։ Մեր այդ դիմում խնդրանք պահանջների նպատակն հենց դա է, որ հասկանանք ինչ ունենք, ինչ է պետք անել, դրա համար ինչքան է պետք, ով է անելու եւ այլն։ Այս ընթացքում որ դիմել ենք, դրա համար ենք դիմել։ Ասենք հիմա պատը բլել է, նման խնդիրներ կան, եկեք միասին նստենք, համատեղ, չգիտեմ, ինչ որ խումբ ձևավորենք, այդ ձեր տված հարցի պատասխանը ստանանք, հետ արդեն հաջորդ քայլն անենք, թե ով է սարքելու, ինչ է անելու, որ ունենանք նորմալ պայմաններ։ Ամեն դեպքում այս պահին ֆուտբոլի ակադեմիայում հենց սաների համար պարապմունքներն անվտանգ չեն։ Շիրակ ակումբը որոշել է, որ այս անորոշ իրավիճակից միակ ելքը ակադեմիան ֆուտբոլի ֆեդերացիային վերադարձնելն է։ Մենք էլ դիմել ենք, ասում ենք, հանձնում ենք ձեզ, որ գոնե հիմա ինչ որ մի շարժ տեղի ունենա, բայց հիմա սպասում ենք, գնդակը իրանց դաշտում է։
Այսքան հետ եք վերադարձրել, այլևս անհատույց այսպես Հա, այդ պայմանագիրը, որը կա, մենք կոպիտ ասած միակ խզում ենք, որ այդ պատասխանատվության հարցը չկիսենք, որովհետև ոնց հասկանում եք, իրանք հետաքրքիր չի տեսնել ինչ է տեղի ունենում։ 1.5 տարի առաջ ֆուտբոլի ակադեմիայի պատը փլուզվեց ու պատահական անցորդի մահվան պատճառ դարձավ։ Պարիսպի մոտ 25 մետր հատվածի փլուզում նահազանգ էր, որ նույնիսկ պարիսպներն են անորակ կառուցված։ Անձն աչքով երևում է, որ ինքը խնդրահարույց է ու հիմա որ այդ եմ ասում ցերկով, որ հիմա այսպես հրենք կփլվի։ Հավանաբար ոչ, եթե քամուց փլվել է, հիմա ամեն ինչ կարող է պատահել, բայց քամուց չգիտեմ։ Այդ արդեն պետք է մասնագետները գնահատական տան։ Ողբերգական դեպքի փաստով քրեական վարույթ կա հարուցված։ Քննչական կոմիտեից Ազատությանը փոխանցեցին, որ սպասում են շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացությանը։ Գուցե նախաքննական մարմինը եզրակացնի, որ ակադեմիան այլևս անվտանգ չէ երեխաների համար, ասում է Հաբեթ Հարությունյանը։ Իրավապահ երևի մարմինները կարող են գալ, ասեն, փակեք ու այստեղից դուրս եկեք, որովհետև անվտանգ տեղ չէ։ Ֆեդերացիայի ու Շիրակ ակումբի հարաբերությունները տևական ժամանակ է լարված են։ Ակումբի նախագահ Արման Սահակյանը պահանջում է ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Գուցե հենց սա է պատճառը, որ ակադեմիայի խնդիրը չի լուծվում։ Դե չգիտեմ, ես չեմ կարող ասել են մարդիկ ինչ են մտածում, առհասարակ ոնց են մտածում, ու կարելի է ենթադրել, հա։ Կարելի է ենթադրել, ինչ որ վնաս են տալիս, հա ում են վնասում, երեխաներին են վնասում։ Կփակվի ակադեմիան, թե ի վերջո մեծերը մի լուծում կգտնեն երեխաների համար։ Այս պահին պարզ չէ, կողմերը գնդակը իրար դաշտ են գլորում։ Հիմա տեսնենք, գնդակը ֆուտբոլի ֆեդերացիայի դաշտում է։ Իսկ պատանի ֆուտբոլիստները եւս լսել են, որ ակադեմիան հնարավոր է փակվի։ Ինչ որ ակադեմիան կուզեն փակեն, տեսենք իմացեմ ենք, այստեղ դեսիմ Շիրակի մարզում մենակ ես մի ակադեմիան կա, այսը մեզի շանս է տված, որ ֆուտբոլիստ դառնանք։ Մեն ասպես լավ է ու ավելի վերականգնվի ակադեմիան։ Թե շենքի ներսում, թե դաշտում խնդիրները շատ են։